Եվ եկա մեկը 7 հրեշտակներից, որոնք 7 սկավառակներ ունեին, խոսեց ինձ հետ եւ ասաց. Եկ այստեղ եւ ես քեզ ցույց տամ դատաստանը այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա։ Շատ մեկնիչների կարծիքով այս պոռնիկը մեծ Հռոմն է, որ Պետրոս առաքյալը Բաբելոն է կոչում, ինչպես վերը նշեցինք։ Քաղաքն այս Հովանեսի ժամանակներում կռապաշտության մեջ էր եւ նստում էր բազում ջրերի վրա։ Այսինքն թագավորում էր աշխարհի բազում ժողովուրդների վրա։ Արյունարբու էր, քանի որ 10 կռապաշտ կայսրերի ձեռքով հեղեց գրեթե բոլոր մարտիրոսների արյունը։ Թվում է, թե նեռի ժամանակներում այն կրկին կռապաշտ է դառնալու, եւ նախկին կռապաշտ ժողովուրդների հետ պիտի դատապարտվի Աստծո ձեռքով։ Այդ պատճառով էլ ասում է. Եկ այստեղ, եւ ես ցույց տամ քեզ դատաստանը այն մեծ պոռնիկի։ Խոսքը կարող է վերաբերվել նաեւ Երուսաղեմին, քանի որ նեռի օրոք Հռոմից առավել մեծանալու եւ տիրելու է ողջ աշխարհին, հեղելով բազում սուրբերի արյունը։ Սրանք պոռնիկ են անվանվում, քանի որ Հռոմում դեռևս շատ են պոռնկության գործերը, իսկ Երուսաղեմը, ինչպես նախկինում, բազմիցս պոռնկացավ կռապաշտությամբ։ Այդպես էլ նեռի օրոք պիտի պոռնկանա, ընդունելով նրան որպես Քրիստոս։ Նրա հետ պոռնկություն արեցին երկրի թագավորները եւ նրա պոռնկության գինից հարբեցին երկրի բնակիչները։ Թագավորներն ու երկրի բնակիչները, ըմպելով նեռի հրապուրանքի գավաթից, այսինքն ըմբոշխնելով չար վարդապետությունը, խոնարհվում են երկրպագելու եւ հենց դրանով էլ պոռնականում են այն քաղաքի հետ, որտեղ թագավորում է։ Անցյալում Հռոմի նկատմամբ տածած սիրուց նույնպես մոլորվեցին բազում թագավորներ ու երկրներ։ Եվ առավ տարավ ինձ անապատ հոգով, եւ տեսա մի կին, որ նստել էր մի կարմիր գազանի վրա, որի բերանը լի էր հայհոյության անվամբ։ Եվ այն գազանը, որ տեսա, ուներ 7 գլուխ եւ 10 եղջյուր։ Ըստ գրքի անապատը ամենահարմար տեղն է խորհրդածելու համար, իսկ այլաբանորեն խորհրդանշում է գալիքը, որտեղ կարծես կենդանություն չկա, եւ իսկապես էլ անապատ է։ Այստեղ հոգով Հովանեսը բարձրանում եւ տեսնում է պոռնիկ կնոջը, այսինքն Երուսաղեմը կամ սինագոգը, որ նստած էր կարմիր գազանի, այսինքն նեռի վրա, քանի որ հրեաները նեռին ընդունելու են որպես իրենց սրտի հանգստյան տեղի, չէ որ նրանց գերագույն բաղձանքը սպասված եւ մարմնացած Մեսիայի դերը մի որոշ ժամանակ նա պիտի կատարի։ Ուստի երբ նեռին տեսնեն Երուսաղեմում իբրև թագավոր, որը 7 գլուխ եւ 10 եղջյուր ունի, այսինքն աշխարհի բոլոր թագավորությունները ենթարկել է իրեն, այնժամ ճորոմաբան սինագոգը պիտի հայհոյի Քրիստոսին, ասելով. նա ընդամենը աղքատ հյուսնի որդի էր, իսկ Քրիստոսը ահա սա է։ Այդ պատճառով էլ ասում է, որի բերանը լի էր հայհոյության անվամբ։ Գազանի կարմիր լինելը խորհրդանշում է նեռի արքայական փառքն ու գազանական բարքը, քանզի ինչպես գազանը անասունների արյունով, այնպես էլ սա Աստծո անմեղ գառների արյունով է շաղախվելու։ Դարձյալ հաճախ անապատ է կոչվում բազմամբող քաղաքը, նախ քանի որ բնակարանն է մեծ գազանի եւ երկրորդ նրա բոլոր բնակիչները գազանի բարք ունեն եւ մարդ չկա այնտեղ։ Այսպես, երբ Դիոգինես փիլիսոփան ճրագով մարդ էր փնտրում քաղաքում, նրան ասացին. ապա ովքեր են սրանք, եւ նա պատասխանեց. մարդակերպ անասուններ են։ Կինը հագել էր ծիրանի եւ կարմիր հագուստ եւ զարդարված էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր իր գարշելի եւ անմաքուր պոռնկությամբ։ Կինն այս սինագոգն է, դառնալու է նեռի տաճարը, որ Երուսաղեմում նեռին իրեն փեսա է հռչակելու, չէ որ նա իրեն աշխարհի երջանկության է հասցրել, ինչին էլ սպասում էր տենչանքով։ Զարդարանքն ու ոսկե բաժակը խորհրդանշում են աշխարհի փառքը, որը կստանան նեռի կողմնակիցները, առավելապես հրեաները։ Այն լի է անմաքուր պոռնկությամբ, քանզի ստորաբար խոնարհվելու եւ պաշտելու են նեռին։
Նաև իրապես, փչնված կինը սատանայի օրկան է, որը որսում և շատերին տանում է դեպի կորուստ։ Իսկ ոսկե բաժակը գեղեցիկ դիմագիծն է, իրեն նայողներին խմեցնում է գարշելի սիրո գինին և հարբեցնելով գլորում պիղծ մեղքերի մեջ։ Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն՝ Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների։ Ճակատին կարծես գրված է նույն Բաբելոնն է։ Խորհրդանշորեն Երուսաղեմը մերթ Սոդոմ է կոչվում, մերթ Բաբելոն նմանատիպ գործունեության պատճառով։ Անունն այդ պատշաճում է Հռոմին նույնպես, քաղաքի դարպասի ճակատին կգրվի Մեսիայի քաղաք, որովհետև նեռը կնորոգի Երուսաղեմը իր անունը գրելով նրա վրա, սրանով էլ հույժ գարշելի պիտի դառնա Երուսաղեմը։ Եվ տեսա այդ կնոջը հարբած սուրբերի և Քրիստոսի բոլոր վկաների արյունից, և տեսնելով նրան մեծամեծ զարմացա։ Երուսաղեմում նռի թագավորության օրոք սաստիկ հալածանքներ պիտի սկսվեն այնտեղ գտնվող քրիստոնյաների եկեղեցիների դեմ։ Դրանք կզրկվեն իրենց պայծառությունից, հավատացյալները կնահատակվեն, սինագոգները կշատանան, կվերակառուցվի Սողոմոնի տաճարը։ Հրեաները հարբածի նման կհրճվեն մտածելով, թե այսպիսով վրեժխնդիր եղան քրիստոնյաներից։ Երուսաղեմի հիմարության գինով հարբելու վրա Սուրբն իրապես պիտի զարմանա, ինչպես որ մենք կզարմանանք, եթե տեսնենք, թե ինչպես է թունախառն գինի խմած մարդը հարբածի պես պարում ու ծիծաղում չիմանալով, որ շուտով պիտի մեռնի։ Եվ հրեշտակն ինձ ասաց. ինչու զարմացար, ես քեզ կասեմ իմաստը կնոջ և այդ գազանի, որը կրում է նրան և որը ունի 7 գլուխ և 10 եղջյուր։ Իմաստուն հրեշտակը հանդիմանում է Հովհաննեսի տգիտությունն ասելով. ինչու ես զարմանում տգետի պես, հարցրու և ես կսովորեցնեմ քեզ։ Տես հրեշտակի գթասրտությունը, թե ինչ փութաջանությամբ է հալածում Հովհաննեսի տարակուսանքը։ Այսպես էլ ամեն մի վարդապետ պիտի հոգա իր աշակերտի մասին։ Այդ գազանը, որ տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստվում է ելնել անդունդից գնալու համար դեպի կորուստ։ Եվ բոլոր նրանք, որ բնակվում են երկրի վրա և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից, զարմացան։ Մարդու կյանքը էության և անէության միջսահմանում է։ Մի վայրկյան կա, իսկ հաջորդում չկա։ Միայն Աստծուն է պատկանում էությունն ու անէությունը։ Արդ այս վաղանցիկ գազանը պատրաստվում է ելնել դժոխքից, այսինքն նեռը պետք է ծնվի իր մոր արգանդից, որ նման է դժոխքի, ըստ այն խոսքի, թե Տեր, հանեցիր դժոխքից իմ անձը։ Կամ էլ քանի որ նրա գալուստը սատանայի ազդեցությամբ պիտի լինի, այդ պատճառով էլ ասվում է. դժոխքից է ելնելու և քիչ անց դեպի կորուստ է գնալու։ Նրա կարմրության ու շքեղության վրա կապշեն, կզարմանան և սրտով կկապվեն նրանք, որոնց անունները գրված չեն կյանքի գրքում։ Գռեհիկները սովորաբար զարմանում են թատերական ներկայացման վրա, քանզի չեն տեսել պալատներ, աշխարհասերներն էլ կզարմանան նեռի վրա, որովհետև չեն տեսել Քրիստոսի փառքը։ Այստեղ է ահա որ պետք է իմաստություն ունեցող միտք։ Ամեն մի խորհրդաբանություն իրենում մեծ իմաստություն է ամփոփում։ Ուստի խելոքներն է միայն, որ կարող են մեկնաբանել դրանք։ Իմաստությունը, երբ թագավորներին գլխով և եղջյուրներով, իսկ ամբարիշտ քաղաքները պոռնիկ կնոջ նմանությամբ է ներկայացվում, քանզի գեղարվեստի այլաբանությամբ թագավորը նմանեցվում է գլխի ու լեռների, որովհետև ինչպես լեռն է իշխում դաշտերի վրա, իսկ գլուխը մարմնի, այդպես էլ թագավորն է իշխում ժողովրդի վրա։